տղա ջան, այսպես եմ դիմում, հեգնանքով միգուցե, չեմ ուզում վիրավորել, բայց գնա կրթությունը շարունակի։ Դու կրթված չես, դու իրավաբանական գիտելիքների տեր չես։ Ուրեմն հիմա այդ որ ասում ես, այդ քո քննիչներդ, այդ որ լավագույն քննիչներ ունես, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք է ոչ թե այլ խափանման միջոց ընտրվել, ընդհանրապես Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք չէր քրական հետապնդում հարուցել, բայց այնուամենայնիվ, այդ որ ասում ես անհրաժեշտ է եղել, որ քանի որ Լիլիթ Աղեկյանը, չգիտեմ, բազմաթիվ գործերով դատարաններում են, չգիտեմ որտեղ են եւ այլն, արդեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դու ըստ քեզ ասացիր, որ քանի հատ չգիտեմ ինչ գործեր կան եւ այլն։ Այս քո կազմած փաստաթուղթն է նոր թարմ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ։ Ես չգիտեմ ոնց ցույց տամ, ամսի 8-ին է կազմվել այս փաստաթուղթը, որտեղ գրված է Լիլիթ Աղեկյանը չդատված։ Այդ քանի հատ գործ ես նորից կարել, որի մասին մենք տեղյակ չենք, այդ բազմաթիվ գործերը, որով 1, 2, 3 ինչ որ խափանման միջոցներ ես ընտրել, ստորագրություն չհեռանալու մասին, որ մենք տեղյակ չենք։ Մեզ կբացատրես, այո, կա մի գործ դատարանում, որը ուղարկել եք դատարան անցյալ տարի օգոստոսին, եւ ոչ մի դատական նիստ չի արվել այդ գործով դատարանում։